Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներ բարի եկել թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի հատկապես որ մեծ պահքի երրորդ շաբաթվա մեջ ենք որ գնում ենք դեպի անառակի կիրակին մենք հիմա արտաքսման խորհրդի մեջ ենք որ մեղքի պատճառով մարդը հեռացավ Աստծուց եւ ավելի մեծ անառակության մեջ հայտնվեց այնպես էլ մեր այսօրվա խորհուրդն է որ նամակը որ հիմա պիտի սկսենք սերտել Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակը Դի տեսնենք այնտեղ Պողոս Արաքյալը այս բոլոր հարցերին պիտի անդրադառնա թե մեղքը ինչ հետևանքներ կարող է բերել մարդու փրկության համար։ Ցավոք սրտի տարեց տարի մարդիկ ավելի են գազազում, մարդիկ ավելի են մեղքի պատճառով օտարանում նախ մարդը մարդուց, հետո մարդը Աստծուց, եւ եթե մարդը Աստված չունի իր ներսում մեջ երկինք չունի ճախրելու համար ինքը ընդունակ ամեն տեսակ գազանության եւ սա բոլոր դարերում է եղել մեղքը բոլոր ժամանակներում նույնն է ոչինչ չի փոխվում պարզապես մարդիկ են փոխվել եւ հնարքներն են փոխվել բայց մեղքը հերթով սերունդեսերունդ փոխանցում է մարդկանց եւ մարդկանց օտարացման մարդկանց մեղքության եւ հոգեվոր գերության պատճառ է դառնում մենք այսօր սկսելու ենք Թեսաղոնիկեցիներին ուղղված Պողոս Արաքյալի առաջին նամակը Պողոս Արաքյալը երկու նամակ ունի ուղղված այս համայնքին սիրելիներ եթե Սուրբ Գիրքը կարդան Գործք առաքելություն 17-րդ գլխի մեջ այս համայնքի մասին պատմություն կա թե ինչպես Պողոս Արաքյալը եկավ այնտեղ քարոզելու ընդամենը 3 շաբաթում հիմնեց Թեսաղոնիկեի եկեղեցին պատկերացնում եք մեկ մարդ 3 շաբաթում մի ամբողջ քրիստոնյա ժողովուրդ դարձրեց եկեղեցու անդամ քրիստոնեացան ուրեմն Թեսաղոնիկեում բայց ինքը խնդիրներ շատ ունեցավ որովհետև ասում է 3 շաբաթ օր նախ գիտեք Արաքյանները որ գնում են քարոզչության գնում են հրեական են վայրեր որտեղ սինագոգեր կան ժողովարաններ կան քարոզել ասում է Պողոսը 3 շաբաթ օրերը այնտեղ քարոզում համոզում է որ Հիսուսը Մեսիան է փրկիչն է որ պիտի չարչարվեր խաչվեր մեռներ եւ ասում է շատ մարդիկ հավատացին նույնիսկ ասում է հեթանոս բարեպաշտ մարդիկ եւ երևելի կանայք Թեսաղոնիկեն եզակի քաղաքներից էր որ կանայք սեփականություն ունենալու իրավունք ունեին եւ ընտրելու ձայն ունեին եւ այդ շատ հարուստ կանայք հավատացին բայց քանի որ հрьяաները ինչպես բոլոր տեղերում ընդդիմանում էին չհանդուրժելով այս ամենը գնում են ասում է քաղաքապետերի մոտ բողոք արեցին եւ ասացին այս մարդը այս խառնակիչը եկել այստեղ եւ ինչ է անում ասում է ուզում է ասել որ Հիսուսը թագավոր է Հիշում եք երբ այս պահին այս մասին երբ խոսեցին եւ հрьяաները չէ որ Պիղատոսի արչեւ ասում մենք չունենք կայսրից բացի այլ թագավոր հիմա նույն բանն են անում ասում են մենք ռոմեական կայսրության թագավորին կայսրից բացի այլ թագավոր չենք ճանաչում եւ քանի որ վտանգ էր սպառնում Պողոս Արաքյալը Սիվղանոսը Շիղանկամ երկու անունով օգտվում Տիմոթեոսը հեռացան գնացին Բերիա քաղաք այնտեղ ասում են այնտեղի հрьяաները ավելի բարեպաշտ ու ազնիվ էին ջերմությամբ ընդունեցին լսեցին շատերը դարձ եկան բայց այս Թեսաղոնիկեցի հрьяաները այնքան չարությամբ լցված էին որ եկան հասան այս քաղաք էլ եւ խռովություն ստիպած ասում է Պողոս Արաքյալին գիշերով Արաքյանին փախցրեցին տարան հասցրեցին Աթենք ու արդեն Պողոս Արաքյալը մենք տեսնում ենք Աթենք քաղաքում քարոզելուց ուրեմն Թեսաղոնիկեն սիրելիներ այսօրվա Սալոնիկ կամ Սելենիկ քաղաքն է որ այն ժամանակ ռոմեական կայսրության Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր ինքը շատ հին քաղաք եղել բայց ինքը ավելի շատ հայտնի դարձել Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մինչ այդ այս քաղաքի անունը կոչվում էր ներողություն Թերմա էր կոչվում այս քաղաքը որ նշանակում էր աղբյուրների քաղաք հորդառատ աղբյուրների վայր եւ երբ որ արդեն Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մեր թվարկության 315 թվականին քաղաքը նրա Փեսան քրոջ ամուսինը վերականգնեց ամբողջությամբ վերակազմավորեց եւ իր կնոջ անունով կոչեց Թեսալոնիկե
կնոջ անունով է այս քաղաքը կոչվում, եւ սա նշանավոր Փիլիպոս II թագավորի դուստրն է, Ալեքսանդր Մակեդոնացու խորքույրը։ Եվ այս քաղաքը ժամանակի նշանավոր քաղաքներից մեկն էր, նավահանգստային քաղաք էր եւ արևելքը Ռոմին կապող այդ կարևոր ճանապարհի վրա գտնվող քաղաք էր, որտեղ ապրում են հիմնականում հույներ, ռոմեացիներ եւ այլ ազգեր, եւ բոլորը այդ քաղաքում ապրող մարդիկ նախ բարձրաստիճան մարդիկ են, ինչպես ասում են, այստեղ երևելի մարդիկ են, կրթությամբ, արվեստների եւ հատկապես ծովափնյա քաղաքը գիտեք արդեն ինչքան զարգացած է լինում։ Եվ Պողոս Արաքյալի ժամանակ, երբ որ ինքը եկավ այս քաղաքը քարոզելու, ասում են, որ այդ ժամանակ քաղաքում ապրում մոտավորապես 200,000 մարդ։ Եվ տեսեք, 3 շաբաթում 200,000 մարդու քրիստոնյա դարձրեց։ Սա ինչ է նշանակում, որ Աստծո շնորհը ինչքան մեծ էր Պողոս Արաքյալին կամ ինչքան զորավոր խոսք ուներ, որ 3 շաբաթում կարողացավ եկեղեցի հիմնադրել։ Այս նամակը Պողոս Արաքյալը արդեն որ փախավ Թեսալոնիկեցինից, եկեղեցին հիմնադրվեց, շատ մտահոգ էր, ինքը գտնում էր Կորինթոս քաղաքում եւ Փիլիպպե քաղաքից էլ 150 կիլոմետր հեռու, մտահոգ էր, թե ինչ եղավ, որովհետեւ բռնության հանդիպեց, հրեաները եկան, հարձակվեցին եւ Տիմոթեոս աշակերտը եկավ Պողոսին ասելով, որ չէ, ոնց հիմնադրել ես եկեղեցին, շատ առողջ է, ուժեղ եկեղեցի, բայց նաև հարցեր կան։ Եվ այդ հարցերը գրի էր առ Տիմոթեոսը բերել եւ այս հարցերի պատասխաններն է այստեղ հիմնականում շարադրում։ Ինչ էր այդ խնդիրները։ Նախ առաջինը հрьяաները տարածում էին մարդկանց մեջ, որ այս Պողոսը շարլատան մեկն է, եկել է ձեզ խաբելու իր փողի համար, որպեսզի ձեր փողերը հավաքի, հարստանա, ձեզ այլ ուսմունքի մեջ ներքաշի։ Երկրորդը, քանի որ Թեսալոնիկեցիները հավատացել էին Քրիստոսի հարությանը եւ սպասում էին, հիմա շատ մարդիկ այդ ընթացքում մահացան, հիմա հարց է առաջանում, բայց մարդիկ, որ Հիսուսի գալուստը չտեսած հարության ժամանակ ինչպիսին պիտի լինեն, եւ մենք հուղարկավորության ժամանակ հենց այդ հատվածն ենք, այս նամակից հատվածն ենք ընթերցում, հիշում եք, ուզում եմ ասում եմ ճշմարտություն իմանաք ննջեցյանների մասին, որպեսզի չտրտմեք նրանց պես, ովքեր որևէ հույս չունեն, այսինքն հարությունն էր պատճառը։ Երկրորդը սեռական կյանքին սանձարձակություն կար, քան որ հեթանոսները խրախուսում են սեռական սանձարձակ եւ ինքն է նավահանգստային քաղաք է, գիտեք, այդպիսի քաղաքներ մինչեւ այսօր շատ ազատ է հարաբերությունը սեռական կյանքի մեջ շատ ազատություն կա։ Այս խրատներն է հորդոները թե վերջապես ճշմարիտ ուղղափառ հավատք ինչպիսին է, մարդ ինչպես պետք է հավատա։ Եվ այս համայնքին, ուրեմն Պողոս Արաքյալը գրեց 2 նամակ։ Մոտավորապես 50 թվականին է գրված այս նամակը եւ նոր կտակարանի ամենահին գրությունն է, այսինքն ավետարանից առաջ եւ Պողոս Արաքյալի 14 նամակներից ամենաառաջինը սա է գրված։ 50 թվական ամենահին գրությունն է, որ գրավոր տեսքով փոխանցված է մարդկանց սիրելիներ։ Ուրեմն Պողոս Արաքյալը երբ եկավ Թեսալոնիկե, իր առաքելական երկրորդ ճամփորդն, գիտեք, Պողոս Արաքյալը առաջին անգամ Բարնաբասի հետ գնացին քարոզչության։ Հիշում եք, ես անցյալ անգամ պատմեցի Մարկոս ավետարանչի մասին, որ ճանապարհի կեսից հետ դարձավ, հետո երկրորդ առաքելության որ պիտի վերադառնային, Պողոս ասեց, չեմ ուզում, որ Մարկոս այլևս մեզ հետ գա, քանի որ ճանապարհի կեսին թողեց մեզ, Բարնաբասն եթե չես ուզում, որ իմ քրոջ որդին գա, ես էլ ուրեմն չեմ, եւ բաժանվեցին ցավոք սրտի իրանք երկուսով եւ Պողոս Արաքելիդ վերցրեց Սիղանոսին կամ Շիղային, Տիմոթեոսին եւ գնացին երկրորդ առաքելական այս ճամփորդությանը Թեսալոնիկեում քարոզչություն անելու։ Հետո կտեսնենք ավելի մանրամասն թե ինչպես է Պողոս Արաքյալը նկարագրում, թե ինչ խնդիրներ, դժվարություններ հանդիպեց այս քարոզչության ընթացքում։ Ուրեմն շատ կարևոր է հասկանալ, սիրելիներ, թե ինչ միջավայրում էր, այս ամբողջ ինչի պատմեցի, հասկանալ թե ինչ էր կատարվում այս քաղաքում, որտեղ ամենտեղ հրեական ընդդիմությունը կար, հրեաները ամեն կերպ փորձում են քրիստոնյաներին ներքաշել կեղծիքների մեջ, եւ տեսեք այս քաղաք, երբ որ հետո դարձավ այդ Մակեդոնիա, ռոմեական կայսրության Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքը, տարբեր քաղաքապետեր ուներ, քանի որ ինքը զարգացած քաղաք էր, 4 կամ 5 քաղաքապետեր էին ղեկավարում։ Եվ կտեսնեք, ասում երբ որ դուրս եկան Պողոսի դեմ, գնացին կանչեցին քաղաքապետերին, ատյան բերեցին, որ Յանուս անով մի մարդ Պողոսին իր տուն էր ընդունել եւ խոստում առան, որ իրենք էլ վախեցան, որ հեթանոս էին, ռոմեական կայսրությանը կհասներ, կայսրը կբարկանար, խնդրեցին, որ Պողոսը հեռանա այդ քաղաքից։ Այս միջավայրում է քարոզչություն իրականացել, սիրելիներ, որպեսզի տեսնեք, թե ինչքան մեծ դժվարություններով են քրիստոնեությունը քարոզել, այնտեղ որ ասում են բռնությամբ, ու ասում են ուժով են քրիստոնեությունը հաստատ, տեսնում ենք, որ այդպիսի բան չկա, քրիստոնեությունը տարածվել է միայն սիրո հողի վրա։ Եվ Պողոս Արաքյալը ինքը ամբողջ Եվրոպան կարողացավ քրիստոնյա դարձնել։ Հիմա անցնենք արդեն նամակի բուն հատվածին, այսօր առաջին 3 համարները պիտի սերտենք։ Առաջին համարի մեջ ասում են Պողոսը, Սիղանոսը, Տիմոթեոսը
Թեսալոնիկեցիներիդ եկեղեցուն մեր Հայր Աստծով եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Պողոս առաքյալի մասին որտեղ ենք առաջին անգամ։ Տեսեք, այստեղ քանի որ առաջին նամակն է գրված, չի ասում ես Պողոսը Քրիստոսի բանտարկյալը, ոչ էլ հիշեցնում առաքյալը, ասում է Պողոսը, Սիղանոսը եւ Տիմոթեոսը։ Պողոս առաքյալին առաջին անգամ մենք տեսնում ենք Սուրբ Ստեփանոսի նահատակության ժամին։ Հիշում եք, երբ որ Սուրբ Ստեփանոսին քաշ տվեցին հերն նահատակելու, քարկոծեցին, ասում է այնտեղ կանգնած էր մի պատանի, որ պահում էր քարկցողների շորերը եւ համաձայն էր նրանց հետ։ Սա Պողոս առաքյալն էր։ Եվ Պողոս առաքյալը ինքը, գիտեք, ուներ ռոմեական քաղաքացիություն, այսինքն Ռոմի քաղաքացիություն, դա եզակի մարդկանց էր տրվում քաղաքացիությունը, ինքը փարիսեցի էր, այսինքն կրոնավոր ժամանակի զարգացած նշանավոր մարդկանցից մեկն էր, իր նախանձախնդիր էր իր հայրենական եւ կրոնական բոլոր օրենքները պահելու եւ հիշում եք եւ ասում եք գնաց պետությունից թույլտվություն ստացավ քահանայապետերից ներողություն որ գնար աշխարհի բոլոր անկյունների քրիստոնյաներին ձերբակալեր բերեր Երուսաղեմ եւ ինքը գնում էր Դամասկոս չէ որ Դամասկոսի ճանապարհին Հիսուս հայտնվեց իր աչքերը կուրացավ եւ Անանիա առաքյալը բուժեց նրան որից հետո արդեն ինքը ներկայացավ աշակերտներ եւ ասում է ինքն ինչպես ինքն է խոստովանում Պետրոս առաքյալին ցույց տվեց որ հեթանոսներ ավետարան իրեն է վստահված որ ինքը պետք է գնար քարոզրում սա էր Պողոս առաքյալը այսինքն ինչքան խոսեք Պողոս առաքյալի մասին կարող ենք խոսել ես միշտ մի մեջ մտածել եմ որ կարող եմ որ Պետրոս առաքյալին հանդիպեմ այդ խոսեմ հետո տեսնեմ ինչ մարդ է որ ինքը կարողացել է 3 շաբաթ այսինքն մոտավորապես 20 օրում 200,000 բնակչության քաղաքին դարձնես քրիստոնյա Այսինքն ինչքան պիտի զորավոր լինի քո խոսքը, քո նկարագիրը, քո համոզմունքը, քո հավատքը, որ մարդիկ միանգամից քեզ հավատան, թե հрьяաներ, թե հեթանոսներ, թե հարուստներ ու աղքատներ։ Երկրորդը սին այստեղ խոսում է Սիղանոսի մասին։ Սիղանոս այստեղ ասում է, բայց նոր կտակարանի մեջ գործ կառակինքը բոլոր տեղում Շիղա է կոչվում։ Շիղան եւ Սիղանոսը նույն մարդիկ են, մեկը ռոմեական անվանումն է, մյուսը հունական անվանումն է։ Իր մասին առաջին անգամ հանդիպում ենք, երբ որ 49 թվականին առաքելական առաջին ժողովը գումարվեց, հիշում եք հարց առաջացավ, որ նորադարձներին պետք է թլպատել, թե չթլպատել, այսինքն նրանք հրեական օրենքները պիտի պահեն, թե ոչ, եւ առաքելական առաջին ժողովը, որ 49 թվականին Երուսաղեմում գումարվեց, կոչվում էր առաքելական ժողով։ Եվ այս ժողովի ընթացքում ընտրվեց Սիղանոսը, նրան հանձնարարվեց, որ Անտիոքի քրիստոնյաներին եկեղեցուն նամակները փոխանցի, իսկ արդեն իր երկրորդ ճանապարհության ընթացքում Պողոս առաքյալը նրան վերցրեց իր հետ, դարձավ իր մտերիմ աշակերտներից մեկը։ Հետագայում էլ տեսնում ենք նաև Պետրոս առաքյալին է օգնական եղել Սիղանոսը, իր որ արդեն գործ առաքելոցը կարդում ենք 17-րդ գլուխը, ասում է մնացին իրենք Բերիայում, որից հետո չի ասում թե ուր գնաց, ինչ եղավ եւ իր մահճանի մասն շատ կսկտուր տեղեկություններ կան, ասում են ավանդությունը եւ Սուրբ գրքի մասնագետները, որ ինքը եղել է Փիլիպպեի առաջին եպիսկոպոս, այնտեղ էլ նահատակվել է։ Տիմոթեոսի մասին արդեն նախորդ նամակների մեջ պատմել են, որ քրիստոնյա մոր հեթանոս հոր զավակ էր, որին Պողոս առաքյալին աշակերտ դարձրեց եւ ամենամտերիմն է եղել, որ նաև երկու նամակ ունի ուղված Տիմոթեոսին, իր համար սիրելի որդի էր, ազնիվ զավակ էր եւ ամեն ինչում Պողոս առաքյալը օգնական է եղել։ Հիմա տեսեք ինչու է 3 կանոնները կարդացել, ինչն էր այստեղ կարևորը։ Տեսեք, այս երկու աշակերտները իրենք լումա ներդրում ունեցան քրիստոնեություն տարածման, ունեցան, չէ, բայց ամենամեծը, որտեղ Պողոս առաքյալը էր, իրենք ընդհանրապես նրա աշակերտներն էին։ Բայց տեսեք Պողոս առաքյալը ասում է Պողոսը, Սիղանոսը, Շիղան ցույց տալու համար, որ մենք միասին ենք, միասնական ենք, մեր մեջ տարբերություն չկա։ Այսինքն այն հարցերը, որ դուք ինձ ուղղել եք, դրա պատասխանին համաձայն են նաև Սիղանոս եւ Տիմոթեոս։ Այսինքն սա երեքից պատասխանն է։ Ինչ է սա խորհրդանշում այսօրվա կյանքում, որ մենք մարդիկս պետք է սովորենք սիրելիներ։ Երբ որ մենք ընդհանուր խմբային մի աշխատանք ենք կատարում, ամեն մեկ ուզում է ցույց տալ, որ դա հիմնականում իր վաստակն է, չէ, ինքը եթե չլներ, այս գործը գլուխ չէր գա։ 10 հոգով նույն գործ անում ենք եւ ամեն մեկը ասում է, որ ես չլինի, այս գործը չլինի։ Կամ եթե խմբակային նկար ենք մենք նկարվում, ամենապարզ օրինակը սա է, որ ասում եմ մի հատ այդ նկարը կտանք մարդ առաջինը ինչն է նայում այնտեղ, ում է նայում։
իրենը չէ նայում, որ տեսնի ինքը եթե ինքը գեղեցիկ է, ասում է չէ լավ նկար չի։ Եթե ինքը գեղեցիկ է, բոլորը լավը չեն, ինքը ասում է չէ շատ լավ նկար։ Այսինքն մարդու բնությունը, էությունը այնպես որ ամեն ինչ անում է ինքը առաջինը լինելու, որպեսզի իր մասին ավելի շատ խոսեն։ Բայց տեսեք Պողոս առաքյալը իր ամբողջ վաստակի մեջ, իր ամբողջ ծառայության մեջ ինքը չի վախենում կամ չի զլանում ասելու, որ մենք երեքով միասին ենք արել։ Եթե նրանք չլինեն, ես չէի կարող։ Ես կարող եմ ասել, ես միայնակ կարող եմ պատարակ անել։ Եթե չլինի երջախումբը, չլինի դպիրը, չլինի բուրվարակիրը, քշոց անողը, քահանան կարող է պատարակ մատել։ Կարող է, հնարավոր է անել, մենակով էլ կարող է, բայց այն շքեղություն, այն ազդեցությունը մենք չենք ունենա, չենք զգա, ուրեմն դրա համար շատ կարևոր է այս միասնականությունը, սիրելիներ։ Երկրորդ կարևոր բանը այստեղ Պողոս առաքյալը ցույց տվածը սա է, որ ցավոք սրտի ոչ քրիստոնյաներն են այսօր միասնական, ոչ էլ քրիստոնեական եկեղեցիներն են միասնական, որովհետև ամեն մարդ փորձում է եկեղեցին իրենը համարել, իրենը, բայց եկեղեցին մարդն է ստեղծել, մարդն է ստեղծել, ոչ, եկեղեցին Քրիստոսը չէ, եկեղեցու գլուխը, հիմնադիրը Քրիստոս Քրիստոս ինքն է, սիրելիներ։ Եթե եկեղեցին դառնա մարդակենտրոն, եկեղեցին պիտի քանդվի։ Դրա համար մենք տեսնում ենք ամեն օր ժամ առ ժամ շատացող կրոնական տարբեր խմբակներ, չէ, եւ տարբեր անուններ։ Նույն ճյուղից իրարից բաժանվում են, ինչու որտեվ մարդակենտրոն է ամեն ինչ, իրար հետ անձնական խնդիր են ունենում եւ բաժանում են, ամեն մեկը գնում է ասում է սա էլ իմ եկեղեցին է, սա իմ խումբն է, սա այսինքն սրանք քոնը չեն, սրանք բոլորը Հիսուս Քրիստոսին են։ Եկեղեցի ինչ է նշանակում։ Բառացի եկեղեցի ինչ է նշանակում։ Հունարեն էկլեսիա բառը ինչ է նշանակում։ Ժողովատեղի, այսինքն որտեղ մարդիկ հավաքվում են։ Սա է եկեղեցին, ոչ թե քարե շինությունն է, այլ մարդկանց այն խումբն է եկեղեցի, ովքեր հավաքվում են Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուսը ինչ է ասում, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքվեն իմ անունով, ես նրանց մեջ պիտի լինեմ։ Ուրեմն այսինքն այն մարդիկ, ովքեր որ հավաքվում են Հիսուս Քրիստոսի համար, ոչ թե քահանայի, քարոզիչի, հովվի համար, Հիսուս նրանց մեջ է։ Ուրեմն սա է եկեղեցու միասնականության ամրությունը պահողը, սիրելիներ։ Եվ եթե Երանի մեր բոլոր քրիստոնյա եկեղեցիները այսպես իրար հետ միասնական լինեն։ Ճիշտ է, մենք հավատամքի ժամանակ ինչ ենք արվում, հավատում ենք մեկ եւ ընդհանրական եկեղեցուն, չէ՞, մեկ մկրտությանը, մեկ մեղքերի թողությանը։ Հիշում եք, չէ՞, այս տողերը։ Ինչու է սա։ Հիմա եթե ես հայ եկեղեցու քահանա չլինի, ես կարող եմ գնալ որևէ օտար քահանայի, ուղղափառ, կաթոլիկ եկեղեցու, իրենցից մեղքերի թողություն ստանալ, որտեղ իրենք ունեն քահանայական, մենք հավատում ենք դրա։ Հավատում ենք մեկ մկրտությանը, դրա համար մենք որևէ մեկին չենք վերամկրտում, որևէ մեկին երկրորդ անգամ այդ մկրտությամբ ճանապարհով չենք անցկացնում։ Սա է ցույց տալիս Պողոս առաքյալը, եթե չլինի միասնությունը եկեղեցու քրիստոնյաների մեջ, ինքը շատ շուտ պիտի քանդվի։ Եվ երկրորդ սիրելիներ, երբ որ Պողոս առաքյալը ասում է ձեզ թեզաղոնիկեցիներին, ասում է Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Ինչ է հիշեցնում թեզաղոնիկեցիներին, որ դուք ոչ թե ինձ եք պատկանում, այլ դուք պատկանում եք Հայր Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ասում ենք Տեր Շավարշի համայնքը, չէ, բայց Տեր Շավարշի համայնքը Տեր Շավարշի սեփականությունը չէ։ Ես պարզապես ձեզանից մեկն եմ, որ ձեզ հովում եմ առաջնորդում, բայց դուք պատկանում եք Աստծուն, ձեր Հայրը Աստված է եւ ձեր Փրկիչը Հիսուս Քրիստոս է։ Ես ձեր Փրկիչը չեմ։ Ես ինչքան էլ ինձ վստահեք, ինչքան էլ ինձ հավատաք, ես չեմ ձեզ փրկողը։ Ձեզ փրկողը Աստված ինքն է, Հիսուս Քրիստոս ինքն է ձեզ փրկողը։ Դրա համար ասում է Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Մենք Հայր Աստծո սեփականությունն ենք։ Եվ այսօրվա խորհրդի մեջ, երբ որ Պետրոս առաքյալի նամակից այդ հատվածը այսօր դրել է, չէ, ինչպես կարող ենք սուրբ լինել, Աստված ասում է ես ձեր հայրն եմ, դուք պիտի սուրբ լինեք, ինչպես որ ես եմ սուրբ։ Ուրեմն հայրության խնդիրը կա, թե մենք ում ենք եւ մկրտության միջոցով մենք մեր կյանքում ինչ է տեղ ունենում։ Մկրտության ժամանակ Աստված մեզ նորից որդեգրում է եկեղեցու միջոցով։ Եկեղեցին մեր մայրն է, սիրելիներ։ Քրիստոս եկեղեցին մայր դրեց մեր խնամ, որտեղ մայրն է, չէ, շատ հոգատար ծնողներից։ Հայրերը ինչքան էլ հոգատ են, բայց մայրերը առավելն են անում։ Դրա համար եկեղեցին մայր է կոչվում եւ եկեղեցու արգանդը, այստեղից մկրտության ավազան, այստեղից ենք ծնվում եւ 3 բան է կատարում այդ պահին մարդու կյանքում։ Աստված մարդուն որդեգրում է, դառնում է մարդը Աստծո զավակը, Աստված դառնում է մեծ հայրը։ Երկրորդը Հիսուսի հետ դու ժառանգություն ես ստանում հավիտենական կյանքը եւ երրորդ դու դառնում ես Սուրբ Հոգու տաճարն ու բնակարանը։ Ուրեմն դրա համար ասում է դուք պատկանում եք Հայր Աստծուն եւ տեսեք ասում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսինքն հենց այնպես Տերը չի ասում որ Հիսուս Քրիստոս ձեր Տերն է, ձեր Փրկիչն է, ձեր հույսն է, ձեր ապավենն է, ձեր վստահությունն է։ Եթե Հիսուս Քրիստոսին հավատացիր, վստահեցիր, ուրեմն դու այդպես էլ կարող ես անել։
Հիմա տեսեք, որ ասում ենք եկեղեցին մարդկանց չի պատկանում։ Ինչու համար, որովհետև եկեղեցին աստվածային կառույց է, չէ, աստվածահիմն կառույց է եւ յուրաքանչյուր եկեղեցի ինքը 4 հատկանիշ պիտի ունենա։ Որոնք են դրանք, սիրելիներս։ Ինքը ինչ հատկանիշ պիտի ունենա եկեղեցին, որ ինքը կոչվի եկեղեցի։ Ուրեմն առաջինը մեկ լինելն է։ Մեկ, երկրորդը ընդհանրական պետք է լինի, երրորդը առաքելական պիտի լինի եւ չորրորդը սուրբ պիտի լինի։ Եթե որևէ եկեղեցի այս 4 հատկանիշները չունի, ինքը չի կարող եկեղեցի համարվել։ Այսինքն որևէ եկեղեցի, ասում եմ, ես եկեղեցի եմ, պիտի ցույց տաս իր ընդհանրական եւ իր առաքելական հիմքերը։ Այսինքն այդ եկեղեցին առաքյալների ճշմարիտ վարդապետության վրա հիմնված է, ընդհանրական է, մեկը եւ ամենակարևորը սուրբ է թե ոչ։ Մենք ինչ ենք եկեղեցում հավաքվում աղոթելու։ Ինչու համար։ Ինչ ենք հենց գալիս, ինչ ենք առանձին տաճար կառուցում Աստծո համար եւ գալիս այդտեղ պաշտելու։ Որտեւ այս վայրը սուրբ է, չէ՞, մեզ, այսինքն այստեղ սրբագործվում է, Քրիստոս ինքը պատարակվում է, մենք էլ գալիս ենք այդ սրբությունը ճաշակելու, սրբությամբ նորոգվելու եւ քահանան, երբ որ նշխարքը վերև է բարձրացնում, ինչ է ասում։ Սրբություն, սրբոց, չէ՞, այսինքն ի սրբություն, այսինքն սրբությունը սուրբերի համար։ Այսինքն մենք մտնելով եկեղեցի այստեղ ոչ թե գալիս ենք ուրախանալու, զվարճան, իրար տենալու, այստեղ ուտելու, խմելու, այլ այստեղ մենք հավաքում ենք Տիրոջը պաշտելու համար։ Ի տարբերություն այն խմբակներ, ովքեր իրենց եկեղեցու մեջ ամեն ինչ անում են, եկեղեցին միայն պաշտելու համար է, Տիրոջ փառաբանության համար է։ Դրա համար այն պետք է սուրբ կոչվի եւ սրբության պահվի այդ ամենը։ Երկրորդ արդեն ասացի, առաքելական հիմքը պիտի ունենա, այսինքն Հիսուս Քրիստոսի քարոզչությամբ առաքյալների բերած բարիավետիսով հիմնված եկեղեցին։ Առաջին քրիստոնեական եկեղեցին, որ կոչվեց, քրիստոնյաներ կոչվեցին, որտեղ էր Անտիոքում էր սիրել։ Անտիոքում առաջին անգամ Հիսուսի հետևորդները կոչվեցին քրիստոնյաներ։ Երկրորդը ընդհանրական, մենք նորից ասում ենք, հավատում ենք մեկ եւ ընդհանրական եկեղեցու։ Մինչեւ 451 թվական սիրելիներ չկար ուղղափառ եկեղեցի, կաթոլիկ եկեղեցի, առաքելական եկեղեցի, հետագայում արդեն բողոքական եկեղեցի, չկար այսպիսի հասկացություն, կար մեկ եւ ընդհանրական եկեղեցի։ Բայց քանի որ մենք մարդիկ ենք եւ մեր մարդկային տկարությունը միշտ ձգտում է իշխելու, պարակտում եղավ եկեղեցիների մեջ եւ 451 թվականին արդեն Քաղկեդոնի ժողով, այդ հայտնի Քաղկեդոնի ժողով, եկեղեցին բաժանվեց երկու մասի։ Մնացին եկեղեցի մի մասը այստեղ չընդունեցին այդ ժողովի օրենքները, մի մասը շարունակեց, կոչվում էր բյուզանդական եկեղեցի, հետո դա էլ հասավ մինչև 1054 թվական, այնտեղ էլ պարակտվեց, կոչվեց օրթոդոքս եկեղեցի եւ կաթոլիկ եկեղեցի, մի հատ էլ արդեն 16-րդ դարում կաթոլիկ եկեղեցուց պարակտվեց բողոքական եկեղեցի։ Տեսեք, մարդկային գործոնները պատճառ դարձան, որ Քրիստոսի եկեղեցին մարդիկ բաժանեն եւ իրենց սեփականը համարեն։ Եվ Կայափան էլ այն ժամանակվա քահանայապետերը ինչ էին անում։ Տեսեք, եկեղեցին, որ տաճարը, այսինքն Սողոմոնի տաճարը, որ կառուցված էր, բոլորի համար էր, չէ, այնտեղ նաև տեղ կար հեթանոսների համար։ Մի մեծ սրահ կար, որ հեթանոսները կարող են գալ այնտեղ աղոթել։ Բայց հрьяաները, քանի որ չէին սիրում հեթանոսներին, ատում են եւ իրենք համարում են, որ հեթանոսները դժողքի վառելափայտ լինելու համար են, այդ հատվածը սրահը վերածեցին շուկայի։ Այն որ աղավնավաճառներին, լումայա փոխներին, որ գառներ էին վաճառում, Հիսուսը վտարեց, այդ հատվածն էր։ Եվ ինչ արեցին։ Քրիստոսի եկեղեցին, որ կոչված էր Աստծո տաճար, կոչված էր մարդկանց փրկության համար, օրվա քահանայապետերը վերածեցին շուկայի եւ իրենց եկամտի աղբյուր դարձրեցին։ Որ լումայա փող, հիմա ձեզ դրա մասին ասեմ, չէ՞, լումայա փողը ինչ գործ ուներ եկեղեցում։ Ինչ էին անում լումայա փողը, այսօրվա change ասածը, դրամատուն ինչ գործ ուներ այնտեղ։ Քանի որ իրենք չէին ընդունում ռոմեական կայսրությունը, ռոմեական կայսրության փողերը բերում էին, տաճարի համար իրենք հատուկ գումարներ էին կտրել, փոխում էին, հարամ էին համարում այդ փողը ռոմեական, փոխում էին տաճարի գումարն էին վերցնում, իմեն այդ գումարով էին կարող զոհաբերության գառը գնել։ Դրա համար այդպիսի լումայա փողներ կային տաճարում նստած։ Եվ Հիսուս մաքրեց, ասեց, իմ տունը պետք է աղոթքի տուն լինի։ Այսինքն Հիսուսը մեզի նորից հիշում, որ տաճարը եկեղեցին միայն աղոթքի տուն պիտի լինի Տիրոջը փառաբանելու համար։
Ուրեմն այնպես էլ այսօր շատ մարդիկ, որ որևէ մեկի համար ինչ որ կարող են անել, դուր փակել, եկեղեցու դուրս անել, սա մարդու անձնական քմահաճույք կարող է լինել։ Որևէ մեկին իրավունք չունենք մենք մերժելու եկեղեցին մտնելու։ Ամենաբիրտ, ամենամեղավոր մարդը ինքը կարիք ունի Քրիստոսի ջերմության, սիրո, որով ինքը կարող է փոխվել։ Եվ վերջապես մեկ պետք է լինի եկեղեցին սիրելին, այսինքն ամեն տեղ աշխարհի բոլոր անկյուններում որոշումը մեկ պիտի, ինչպես որ ընտանիքի մեջ, եթե մեկ չեղա բոլորի կարծիքը, այդ ընտանիքն էլ շատ շուտ պիտի քանդվի։ Եթե մեկը մի բան է ուզում, մեկը մեկ ուրիշ են, երրորդը մեկ ուրիշ, այդ ընտանիքը չի կարող կանգուն մնալ։ Ուրեմն բոլորը պետք է մի ուղղությամբ մտածեն։ Եվ դրա համար այս օրինակը բերում է Պողոս Արաքյալը, Պողոսը, Սիղվանոսը, Տիմոթեոսը ձեզ Թեսաղոնիկեցիներին, որ պատկանում եք Հայր Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Երկրորդ համարից ասում է շնորհ ձեզ եւ խաղաղություն։ Շնորհ եւ խաղաղության մասին շատ ենք խոսել, որ շնորհը ինչն էր, Աստծո բոլոր օրհնությունների ամբողջականացումներ, չէ՞, բայց շնորհը կարևոր մի բան է սիրել։ Մարդը կարող է, մեղավոր մարդը կարող է ինքն իր գործերով փրկվել կամ արդարանալ։ Կարող է թե ոչ։ Բարձր ասեք։ Ոչ, ապրեք։ Ուրեմն չի կարող մարդը իր գործերով, ուրեմն ինչով պիտի արդարանա, Տիրոջ շնորհով, որովհետև մենք մեր փրկությունը մեզ ձրիաբար տրված, դա Աստծո շնորհն է, ողորմությունն է յուրաքանչյուր մարդու եւ Հիսուս Քրիստոսին հավատալով դու կարող ես այդ շնորհը ստանալ։ Մարդիկ, ովքեր որ Հիսուսին մերժում են, օրինակ Եհովայի վկաները գիտեք, Հիսուսին մերժում են, չեն ընդունում։ Հիմա ինչքան իրենք լավ ապրեն, առաքինի ապրեն, ազնիվ ապրեն, եթե դու Հիսուս Քրիստոսին մերժում ես, դու չես կարող փրկություն գտնել, որովհետև փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է։ Եվ այդ շնորհն է, որ Աստված մարդուն տվեց, իր զավակին զոհաբերեց մեր մեղավոր մարդկանց փրկության համար։ Շատ կարևոր է այս շնորհները ունենալ սինոն։ Տեսեք, երբ որ մարդը մեղանչեց, դրախտից արտաքսվեց, ինչ եղավ, ինքը նաև մերկացավ աստվածային շնորհներից։ Այսինքն, այն ինչը որ աստվածային էր, հավիտենական էր, մարդը կորցրեց իր մեջ։ Եվ միայն Հիսուսով է մարդը կարողանում այդ ամենը վերականգնել իր մեջ։ Հիմա տեսեք, եթե Հիսուս Քրիստոս չլիներ, մենք ինչպես պիտի փրկվեինք։ Ես կարծեմ ձեզ շատ տարիներ առաջ պիտի պատմեմ։ Մի օր քրիստոնյան եւ բրահմայականը, գիտեք, բրահմիստները հիմնականում Հնդկաստանի այդ հատվածներում են ապրում, իրար հետ զրուցում են, ասում է, գիտես, ասում է, մեր կրոնի եւ ձեր հավատքի քրիստոնեական հավատքի մեջ շատ նմանություններ կան, ասում է, բայց մի բան մեզ պակասում, ասում է, ի՞նչը, ասում է, փրկիչ է։ Փրկիչ է, փրկիչ չկա։ Եվ եթե նայեք բոլոր այդ համաշխարհային կրոնների հիմնադիրների գերեզմանները կան եւ գիտենք, որ իրենք այնտեղ թաղված են։ Հիսուս Քրիստոսի գերեզմանը կա, բայց դատարկ է, ինչ է գրված, այստեղ չէ, այլ հարություն առը։ Ուրեմն Հիսուս Քրիստոս եկավ մեղավոր մարդուն նախ եւ առաջ մեղքի գերեզմանից ազատելու համար։ Դրա համար հետո էլ ասում է Հիսուս կգա ժամանակն էլ, որ բոլոր գերեզմանները կբացվեն, բոլոր մարդիկ դուրս կգան եւ ովքեր որ բարիք են գործել կփրկվեն, ովքեր չարիք են գործել հավիտենական մահով կմեռնեն, այսինքն նրանք, ովքեր հավատացել են, ուրեմն բարիք գործեն եւ հավատալն է Հիսուս Քրիստոսին, ովքեր հավատացել են Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն մեղավոր մարդն կարող է շատ բարի գործեր անել, սիրելիներ։ Այսօր շատ կտեսնեք ինչքան մեղավոր մարդիկ կան աշխարհում, որ բարի գործեր են անում, բայց իրենք Աստծո փառքի եւ իրենց հոգու փրկության համար չեն։ Իրենք իրենց անձնական փառքի համար են անում, իրենց անունը մարդկանց մեջ տարածելու համար են անում։ Սա Աստծո շնորհ չէ մարդու կյանքի մեջ, եւ այս շնորհով միայն կարող ես փրկվել։ Եվ նա ով Հիսուսին չի հավատում, չի կարող ուրեմն ինչ նեվ չունենալ։ Երկրորդ բառը խաղաղություն։ Ով որ Հիսուսին չի հավատում, նա չի կարող խաղաղություն։ Դրա համար ասում է շնորհ ձեզ եւ խաղաղություն։ Ուրեմն խաղաղությունն էլ ինչ է։ Ինչ է խաղաղություն։ Այնինք ինչ են մարդիկ միշտ ձգտում խաղաղության։ Հիշում եք Հիսուսի դրվագը, երբ որ առաքյալները ծովով մյուս կողմն են ասում, փոթորիկը սկսվեց, չէ՞։ Ինչ է ասում ավետարանը, չէ՞։ Հիսուսը նավի մի անկյունում քնած էր։ Փոթորիկի ժամանակով կարող է քնել։ Երբ որ նավաբեկությունը, նավը օրորվում է, կարող է մեկը հանգիստ քնել։ Հիսուս քնած էր, չէ՞։ Ինչ էր այս քնը, Հիսուս այս խաղաղ վիճակը, ինչ էր։ Եվ առաքյալները առաջին անգամ էին փոթորկի հանդիպում։ Ոչ, չէ, այսինքն նրանք 1000 անգամ ծով էին դուրս եկել, տասնյակ անգամներ, գուցե հարյուրավոր անգամներ հանդիպել էին այս փոթորիկին։ Եվ այդ օրն էլ մտածեցին, որ սովորական մի բան է, կարող են հաղթա, բայց երբ որ տեսան չեն, ինչ գնացին, ասացին, վարդապետ հոգը չէ, կորչում ենք։ Եվ Հիսուս առանց այդպես բարկանալու, առանց ինչ որ խառնվելու վեր կացավ հանգիստ, ասեց
Ինչեւ երբ եթե թերահավատ լինեք, եւ ասում է հանդարտվիր, եւ ծովը հանդարտվեց։ Ուրեմն այս խաղաղությունը ինչ է, որ Հիսուս ասում է նաեւ իմ խաղաղությունը վերցրեք, որ այս աշխարհից չէ, այս աշխարհը չի կարող ձեզ տալ։ Երկու պատճառ ասում Հիսուս, ինչի համար, որ նախ դուք չվախենաք, երկրորդը ձեր սրտերը չխռովեն, այսինքն ձեր սրտի մեջ ահուդող չընկնի։ Ուրեմն Պողոս Արաքյալը ոչ միայն քարոզում ու գնում էր այլ տեղեր, սիրելիներ, այլև աղոթում էր մարդկանց համար եւ այս աղոթքի շնորհիվ է որ մարդը կա այդ խաղաղությունը պահել։ Երբ որ դու հավատում ես Հիսուս Քրիստոսին վստահում ես, դու կարող ես այդ խաղաղություն ունենալ եւ ինչ է լինի, հիմա տեսեք ամեն օր վատ լուրեր ենք, չէ՞, կարդում, աշխարհում ինչեր է կատարում։ Կարդում ենք թե չէ, հետևում ենք, չէ՞, ինչքան էլ չուզենանք, բայց հետևում ենք։ Դաժան տեսարաններ, մանուկների սպանություն, գերված հայ մարդիկ բանտերում տանջում, չարչարվում են։ Մենք ինչ որ բան խառնվում է մեր կյանքի մեջ։ Մարդկայնորեն կարող է, չէ, որովհետև անհամաձայնություն կա այս անարդարության մեջ, բայց երբ որ դու գիտես, որ այս ամենը պիտի լինի, լինելու է, շարունակվելու է, դու քո ներքին խաղաղությունը պահում ես, որովհետև գիտես, որ ամեն բան Աստված տնօրինում է։ Ուրեմն երբ որ դու հավատում ես, անգամ մահը, որ գիտես գալու է քեզ, դու չես վախենում, որովհետև գիտես, որ սա մեր բնական ընթացքն է եւ սա միջոց է Տիրոջը հանդիպելու համար։ Եվ այս շնորհը, խաղաղությունը, որ Պողոս Արաքյալը իր բոլոր նամակների մեջ ասում է, որ Աստծո շնորհը ձեզ, խաղաղությունը ձեզ, նրա համար, որ մենք հասկանանք, որ մեր փրկությունն էլ է Տիրոջից, մեր խաղաղությունները հանգստում մեր կյանքի որակն էլ է Տիրոջից, թե մենք ինչպիսի քրիստոնյա կլինենք, այնպես էլ կլինի մեր կյանքի մեջ։ Դրա համար այս փոքրիկ առաջաբանի մեջ Պողոս Արաքյալը այսքան կարևոր պատգամ է տալիս Թեսաղոնիկեցներին։ Շարունակության մեջ երկրորդ համարում, դուք ինչքան գեղեցիկ օրինակ է վերում, ասում է միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեզ համար, բոլորիդ հիշելով մեր աղոթքներում։ Տեսեք, Պողոս Արաքյալը ասում է բոլորիդ իմ աղոթքների մեջ հիշում եմ։ Ինչի համար է հիշում Պողոս Արաքյալը, ինչի համար է աղոթում, ասում է գոհություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար։ Շնորհակալ եմ, որ դուք այդպիսի լավ քրիստոնյաներ եք։ Ուրեմն Պողոս Արաքյալը երբ որ գնում էր, քարոզում էր, համայնքը հիմնում էր, այդտեղից հեռանում էր, չէր թողնում, գնում մոռանում։ Շատ շատերը նամակներ էին գրում, ինձ էլ ամեն օր նամակներ գրում են, Տեր հայր իմ զավակի համար կաղոթեք, երեխաս հիվանդություն է, հիվանդության համար կաղոթեք եւ նաեւ պատարակի մեջ սիներ տեղ կա, որ քահանան ասում է Տեր Աստված, բոլոր նրանք, ովքեր խնդրեցին աղոթել իրենց համար, հիշիր իրենց մարմնավոր, հոգևոր ցավերի հիվանդության համար փրկություն, բժշկություն ապարգևիր այդ մարդկանց։ Եվ երբ որ քահանան բարեխոսության ժամանակ աշխարհ գալոցին իշտում է ժողովրդի մեջ, դուք ինչ եք ասում քահանան, հիշեցիր եւս մեզ առաջի անմահ գառին աս, այսինքն մեզ էլ հիշիր անմահ գառի առջև, ես էլ պատասխանում եմ հիշյալ լինեք Աստծո գառան առջև։ Ինչի է աղոթքը այսքան կարևոր։ Պողոս Արաքյալը ասում է ձեզ համար ամեն օր աղոթում եմ, սիրելիներ։ Ուրեմն աղոթքը նախ եւ առաջ զրույց է Աստծո հետ, չէ՞։ Դու զրուցում ես Աստծո հետ։ Երբ որ ասում եմ Տեր Աստված, խնդրում եմ Տիկին Ժենյան այսինչ խնդիրներն ունի, հոգ տար, օգնիր իրեն։ Զրուցում եմ, չէ՞, Աստծո հետ։ Խնդրում եմ իր, այսինքն այս մարդու ցավը ես ներկայացնում եմ Աստծուն, որ հիշիր։ Մեկ հոգի ավել այս մարդու մասին հիշեցնում է Աստծուն, խնդրում ենք Աստծուն։ Ինչպես որ մեր մարդկային հարաբերությունում է, չէ՞ որ մեկը խնդիր ունի, մի քանի հոգու ասում ենք այս մարդուն ասա թող վերջ տա այս հարցին։ Մենք մի քանի հոգով խնդրում ենք այդ մարդուն կամ միջնորդում ենք, բարեխոսում ենք այս մարդուն, որպեսզի այդ հարցը լուծվի։ Եվ նաև դրա հետ մեկտեղ մենք ցույց ենք տալիս մեր հոգատարությունը այդ մարդկանց հանդեպ, սիրելիներ։ Այսինքն մարդիկ մեն եկեղեցում իրար Կիրակի օրը տեսան ու գնացին, չէ, կամ իրար մի անգամ բարևեցին փողոցում անցանք, չէ, աղոթքով դու միշտ այդ մարդկանց հետ հարատև կապի մեջ ես։ Եվ այս աղոթքով է, որ քրիստոնյաները շաղախվում են, մեկ են դառնում։ Օրինակ ծովի ավազը, որ այսպես վերցնես բաց թողես, ինչ կլինի։ Քամին sense ամեն հատիկները տարբեր կողմեր տանում է, չէ՞։ Բայց երբ որ մի քիչ ցեխոտը կամ պնդոտը, ջրոտը բռնում ես, բացես թող մի հատիկ պակասում է ցած ընկնելուց, չէ։ Ուրեմն աղոթքը այսպես քրիստոնյաներին բերում է, բռունցք է դարձնում։ Այս 5 մատները մեր ամեն մեկ իրենց առանձին պարտականություններն ու գործողություններն են, բայց սրանք ուժ են դառնում, երբ որ իրենք բռունցք են դառնում։ Այնպես էլ քրիստոնյան աղոթքով բռունցք է դառնում չարի դեմ պայքարի համար։ Նորից անդրադառնա, որ մենք քրիստոնյաներս նույնիսկ այստեղ համախմբված չենք պայքարում։ Այդ տեսեք, երբ որ Հիսուս գնաց Գերգեսացնեն երկիր դիվահարին բուժելու, Հիսուսի հետ մեկ դև էր, չէ՞ խոսում։
Երբ որ Հիսուս հրամայեց, որ դուրս գաս այս մարդու միջից, ասում է բոլոր դևերը միանգամից աղաղակեցին։ Այսինքն բոլորը համախմբվեցին Հիսուսի դեմ պայքարելու համար։ Մենք ինչքան էլ որ ասենք ուժեղ ենք, մենք համարձակ ենք, քաջ ենք, տեսնում ենք մեր կողքը, նույնիսկ կարող է մեր ծանոթին էլ ծեծեն փողոցում, ենք վախենում ենք մոտենալ կամ որևէ բան խոսել։ Երբ որ մենք տեսնում ենք մարդուն անմեղը գործից ուզում են հանել, պատժում են աշխատանքի վայրում, մենք լուր ենք, որովհետև մեզ էլ կարող են հանել։ Ինչու ենք լուր, որովհետև մեր կողքն էլ ոչ ոք չի կանգնելու։ Մենք միայնակ ենք մնալու։ Կամ լինում է որ դու բոլորն ասում են դու խոսիր, մենք քո հետ կգանք, դու գնում ես սպիտակ աղրավի պես խոսում ես ու ոչ մի կողքերը չի կանգնում, դու միայնակ եւ դուրս եք որ դու ես մեն այդ մարդուն հակառակ, բոլորը համաձայն են։ Ուրեմն սա է աղոթքը սովորեցնում քրիստոնյային, որ երբ որ դու որևէ մեկի համար պետք է աղոթես, խոսք տալով չի միայն։ Պատկերացնեք, ես մարդը գրում է ասում է, ես էլ ասում եմ, այո, կաղոթեմ ու չաղոթեմ, պատմես այդ մարդուն ինչքան պետք է խափեմ, հուսահատության հասեմ, եթե իմանա, որ ես իր համար չեմ աղոթել։ Եվ երբ որ ես առավոտյան կամ երեկոյան այստեղ ժամեր գուցեմ, գրեթե դատարկ է եկեղեցին, առավոտյան մարդ չի լինում։ Բայց ես ինչու եմ աղոթում, որովհետև նախ եւ առաջ այդ աղոթքի ժամը իմ եւ Աստծո հանդիպման ժամն է, եւ ես իմ համայնքի ժողովրդի պետքերը պետք է Տիրոջը ներկայացնեմ, որ նրանք ովքեր աշխատում են, գործի տեղում են կամ հիվանդ են կամ նեղության մեջ են, իմ աղոթքով հասնեմ այդ մարդկանց։ Ես էլ այդպես եմ այդ մարդկանց կյանքին մասնակից լինում։ Եթե դու ոչ մի բան չես կարող անել, կարող ես աղոթել, սա էլ մեծ աշխատանք է։ Ես ձեզ մի օրինակ պահեմ մի կնոջ մասին, որ շատ բարեպաշտ քրիստոնյա էր, իր աշխատավայրը Միացյալ Նահանգներում բանտի մոտ էր, սիրելիներ։ Բանտի մոտ 100 մետր էր բանտ իր աշխատավայրից եւ ասում է խոսել էր բանտապետի հետ, սա իրական պատմություն է։ Եվ ամեն օր երբ որ ժամը 12-1-ը պետք է ընդմիջման գնար, իր բաժին ուտելիքը վերցնում էր, մի քանի բան էլ ավել հյուրասիրության, գնում էր բանտ, մի 10 կալանավորի հետ համ ուտում էր, համ Աստծո խոսք էր խոսում։ Տեսեք, իր հանգստի ժամը օգտագործում էր բանտում եղած մարդկանց մխիթարություն բերելու եւ Աստծո փրկությունը բերելու համար։ Եվ տեսեք Պողոս Առաքյալի խոսքը ասում է. գոհություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար։ Ուրեմն ինչքան լավ համայնք էր Թեսաղոնիկեի համայնքը, ինչքան ազնիվ քրիստոնյաներ են, որ Պողոս Առաքյալը ուրախությամբ միշտ գոհություն է հայտնում, որ այսպիսի քրիստոնյաներ կան աշխարհում։ Ինչքան ուրախալի կլինի, չէ՞ որ բոլորը իմանան, որ մենք ինչքան մաքուր ու ազնիվ քրիստոնյաներ ենք։ Սա է ճշմարիտ տիպարը նաև հոգևոր առաջնորդի, հոգևորականի, որ միշտ իր ժողովրդին, ովքեր իրան վստահված են, նրանց համար միշտ աղոթի, միայն չքարոզի ու գնա, այլև աղոթի, ամեն մեկի ցավին, ամեն մեկի խնդրին տեղյակ լինելով աղոթում է այդ մարդկանց համար։ Ոչ միայն կարող ես մարդուն օգնել ֆիզիկապես, նյութապես, այլև կարևորը աղոթքն է։ Դու կարող ես մարդուն նյութապես օգնել, բայց երբ որ դու չես աղոթում, այդ մարդը չբժշկվի։ Չէ՞ ոնց որ հիվանդին դու կարող ես այսպես մի լիքը պայուսակ ուտելիք կամ հյութեր տանես այդ մարդուն, բայց մի քանի անգամ ժամացություն ես, թե երբ պիտի այդտեղից շուտ գնաս, այդ քո տարած այլևս արժեք չունի։ Բայց երբ որ դու այդ մարդու հետ նստես, խոսես, մի հատ էլ աղոթես, այդ մարդը ավելի շուտ կարողանա, քան պետք էր, որ իրեն տրված ժամանակի մեջ աղոթք անել։ Եվ վերջապես մենք նաև Աստծո դիմաց ենք դնում այդ մարդկանց խնդիրները աղոթքի միջոցով։ Մենք Աստծուն ասում ենք, այս մարդը, այս քրիստոնյան, որ քեզ հավատում է, քեզ աղոթել, այսօր այս խնդիրն ունի։ Ինչպես պետք է օգնենք իրեն, ճանապարհը ցույց տուր, որպեսզի այս մարդուն օգնեմ, եւ Աստված էլ քեզ այդ ճանապարհը անպայման ցույց պիտի տա։ Երրորդ համարը, սիրելիներ, այսօր 3 համար պիտի սերտենք։ Շատ գեղեցիկ համար է։ Տեսեք, ասում է անդադար հիշելով, այսինքն համ գոհություն է հայտնում, հիմա ասում է անդադար հիշում եմ ձեր ինչը, հավատի գործը, սիրո վաստակը եւ հույսի համբերությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծո եւ մեր Հոր առաջ։ Ուրեմն այս մեկ նախադասության մեջ Պողոս Առաքյալը հիշատակեց քրիստոնեության 3 կարևորագույն առաքինությունները, չէ՞, հավատքը, հույսը, սերը։ Ուրեմն տեսեք, այս համայնքը, այս 3 սրբություն առաքինությունները շատ զորավոր էր պահում, ասում է հավատքի գործերը, սիրո վաստակը, հույսի համբերությունը։ Ինչքան գեղեցիկ բառ է, չէ՞ օգտագործած։ Հույսի համբերություն, սիրո վաստակ եւ հավատքի գործ։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ այս մարդիկ պարզապես չէին հավատում։ Իրենց հավատքը գործով ապացուցում են։ Հիմա հասնենք այդ 3-ը հերթով քնենք։ Հավատքի գործը։ Ուրեմն նրանց հավատքի ապացույցը իրենց բարի գործերն են, իրենց առաքինի կյանքն, այսինքն հավատքը կենթանի վկայությամբ ապրում են։ Ցավոք սրտի այսօր մեր կյանքում շատ են մարդիկ, ովքեր հավատում են, բայց ոչ մի կապ չունեն հավատքի հետ։ Հավատում են,
որ Աստված կա, այդքան բան, կամ ինչ որ մի ուժ, ինչ որ մեկը միտեղ նստած է, կամ լավն է, կամ վատն է, սիրող է, պատժող է, ինչ որ չեմ կարող ասել, բայց հավատում են։ Բայց երբ որ գալիս է պա, որ քո հավատքը պիտի տեսնեն, այդ հավատքը բավական չէ։ Ուրեմն հավատալը բավական չէ, թե այդ հավատքը չունի արտահայտող գործեր։ Հակոբոս Արաքյանն էլ հիշում եք, ասում էր, հավատքն առանց գործերի մեռած է։ Ուրեմն հավատքի գործը, ինչպես պետք է այդ հավատքի գործը մարդը ապրի, սիրելիներ։ Ուրեմն աղոթելն էլ հավատքի գործ է։ Եթե դու հավատում ես, դու պիտի աղոթես։ Անցյալ օր ինձ հարցրեցին, որ մարդը պահք է պահում, բայց մի շաբաթ կամ երկու շաբաթով պիտի բացակային դե գնալ են արտասահման, այնտեղ պահքը չի պահելու, հիմա այդ պահքը ընդունել է, թե ընդունելի չի։ Հիմա նույն հարցը ձեզ եմ տալի, այդ պահքը ընդունել է, թե ընդունելի չէ։ Այդ մարդը թե եկեղեցի ընդհանրապես չի գնում, դա պահք է թե չէ։ Ոչ, ապրեք։ Այսինքն որ մարդ ասում է պահք եմ պահում, բայց ինքը չի աղոթում, այդ գործը չկա, ուրեմն այդ պահքը ինքը վերածել որ միայն սննդային ինչ որ կարող է նույնիսկ նիհարելու համար է սպահում, ուրիշ ոչ մի անի համար։ Եկեղեցի գնալը գործ է թե գործ չէ։ Գործ է, չէ։ Ցավոք սրտի քաղաքում մարդիկ կան, երկրում էլ աշխարհում, որ տարիներով, տասնյակ տարիներով եկեղեցի չեն մտել։ Երբեք չեն մտել։ Իրենց հետաքրքիր չէ թե այդ եկեղեցում անգամ ինչ է կատարվում։ Ողորմություն, բարի գործ կատարելն էլ գործ է, հավատքը տարտայտելու գործ է, թե դու որոշակի բան քո կյանքից չես կտրել, կարիքա որ մեկին չես տվել, ուրեմն քո հավատքը գործ չի։ Ուրեմն տեսեք ինչքան կարևոր է սա, ուրեմն այս մարդիկ, այս քաղաքի ժողովուրդը աղոթում էին, եկեղեցի էին գնում, ողորմած էին, բարեգութ էին, ազնիվ էին, եւ սա հավատքի գործ է, սիրելիներ։ Ուրեմն առանց աղոթքի պահք չկա, առանց եկեղեցի գնալու, պատարագի մասնակցելու պահք գոյություն չունի, առանց ողորմություն անելու պահքը պահք չի, ամեն ինչ է բացի պահքից։ Երկրորդը մարդիկ, այսպես տարածված է մեր Հայաստան աշխարհի մեջ, ասում են, այս 50 օրը որոշել ենք չխմենք, չծխենք, չշնանանք, չհայոյենք, կարծես թե այն մնացած օրին լավ են, որ այդ ամեն ինչ անում են, այս 50 օրն էլ Աստծուն լավություն են անում, դե Աստված ջան, տես քո խաթեր համար, այսպես նեղություն ենք կրելու, հա, 50 օր չենք խմելու կամ չենք հայոյելու։ Դու ամբողջ կյանքին ընթացքում չպիտի հայոյես, ոչ թե 50 օրերի ընթացքում։ Եթե դու պիտի պահքը պահես, 50 օր հետո նորից այս ամենը անես, ոչ մի արժեք չունի քո պահած պահքը։ Կամ եթե դու միշտ չես ուտելու այդ պահքի ընթացքում, բայց պետք է մարդկանց միս ուտես բամբասելով ու դատելով, քննադատելով, լավ է կենթանու միս ուտես, քան այդ մսեր ուտես, մարդու միսը ծամես։ Եվ վերջապես սիրելիներ, հավատքի գործը նաև այդ հավատքդ պաշտպանելն է, այդ սրբությանդ պաշտպանելն է։ Քեզ տրված նաև դու կոչում ունես ոչ միայն ճանաչել, այլ պահպանելու։ Եկեղեցին որևէ մեկի սեփականությունը չէ։ Եկեղեցին Աստծուն է պատմում ամեն մարդ պարտականություն այդ եկեղեցու մասին հոգ տանելու։ Նյութապես, ֆիզիկապես, մտավոր, հոգևոր, ամեն տեսակ է վերջապես ամենակարևորը ներկայությունը։ Մարդու ներկայությունն է եկեղեցին, եկեղեցի դարձնում։ Եկեղեցին զորավոր է այնքան ժամանակ, քան իր մեջ աղոթող կա։ Եթե աղոթող չկա, այդ եկեղեցին իր զորությունը կորցնում է։ Եթե Քրիստոսի զինվորն ենք, ուրեմն զինվորը աշխարհիկ գործերով իր հրամանատարին հաճելի չի դառնում։ Այնպես էլ քրիստոնյաները աշխարհիկ մեղավոր կյանքով չի կարող Աստծուն հաճելի լինել։ Դրա համար ասում է. գոհանում եմ, շնորհակալություն եմ հայտնում ձեր հավատքի գործի համար։ Երանի մեզ համար էլ այդպես մեկը գոհանար եւ շնորհակալություն հայտներ, որ մենք էլ այդպիսի քրիստոնյաներ ենք։ Երկրորդ ասում է շնորհակալություն եմ հայտնում ձեր սիրո աշխատության կամ վաստակի համար։ Ինչ է նշանակում սիրո աշխատության վաստակը դիներ։ Ուրեմն քրիստոնյայի կյանքը աշխատանք է թե ծառայություն է։ Ծառայություն է, չէ՞, ոնց որ զինվորականը չի աշխատում, չէ՞, ինքը ծառայում է, քրիստոնյանն էլ ինքը ծառայում է իր Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Եթե քրիստոնյայի ծառայությունը շահով եղավ, ինքը չունի վաստակ։ Ինքը շնորհ չի կարող ունենալ, եթե ինքը շահով է ծառայում կամ շահի համար է ծառայում։ Եթե ինքը աղոթում է, որ Աստված իրեն օգնի, ուրեմն պետք չի որ ինքը աղոթի։ Եթե ինքը աղոթում է միայն նրա համար, որ Աստված իր գործերը հաջողի, իր զավակը բախտավոր կյանք ունենա, երջանիկ լինի, լավ ուսում ստանա, կարմիր դիպլոմ ստանա, թող չաղոթի։ Սա չի մեր աղոթելու գլխավոր նպատակը։ Մեր գլխավոր նպատակը փրկությունն է, որ այդ մարդուն սիրով կարող ես անել։ Սիրուց մղված պետք է։ Հիմա տեսեք Պողոս Արաքյալը եթե ուզեր շատ շահք ունենար, չէ՞, բայց իր ամբողջ այդ հանգիստ կյանքը թողեց,
Քրիստոսի հանդեպ սիրուց մղված դուրս եկավ, գնաց բանտարկություն տեսավ, աքսոր տեսավ, չարչարանք, նեղություն, վերջում էլ կայսեր կողմից գլխատվեց։ Սիրուց մղված էր այս ամենը անում։ Ոչ թե շահը, իր շահը մարդկանց փրկությունն էր։ Իմ շահը ձեր փրկությունն է, ուրիշ շահ չունեմ, սիրելիներ։ Եթե ես ծառայեմ, որ շահ ակնկալեմ նյութական հարստանամ ձեզ կորցնեմ, այդ ամենը հետո դժոխքին վրա ծանր քարի պես պիտի ծածկի ինձ, ես դժոխքում պիտի տանջվեմ։ Այս ուրիշ շահ չունեմ։ Իմ շահը մարդկանց փրկությունն է։ Քրիստոսի փառք այս աշխարհի մեջ ավելի շատ տարածելն է։ Եվ եթե որևէ մեկը ծառայում է առանց սիրո, այդ ծառայությունը Աստված չի ընդունում։ Եթե դու անում ես սիրով, Աստծո կողմից ընդունելու պիտի լինես։ Ինչ որ անում ես սիրով, ինչ որ կանես, միայն սիրով արա։ Անկամ մեկ բաժակ ջուրը, որ մեկին պիտի տաս, սիրով տուր։ Արհամար անգամ զզվանքով չտաս։ Դժգոհությամբ չտաս որևէ մեկին։ Եվ Մայր Թերեզայի խոսքը շատ են, ասում է կարևոր չի մենք ինչքան ենք անում, Աստված երբեք չի նայում այդ չափին, այլ ասում է թե մենք ինչքան սեր ենք դնում այդ արածի մեջ։ Սա է շատ կարևորը։ Եթե չսիրես, եկեղեցին մաքուր չես վայի։ Եթե չսիրես, եկեղեցու պայծառության մասին չես մտածի։ Կասես, սա ինձ հետարքիր է, մեկը գալիս են, աղոթում են, գնում են, ով է նայում։ Նայում եք, չէ՞։ Տեսնում եք, չէ՞։ Այսինքն սա սիրո գործը։ Եթե դու Տիրոջ հանդեպ այդ սերը չունենաս, դու լավագույն ձևով չես կարող ներկայանալ։ Եվ ամենակարևորը, սիրելու համար մարդը պետք է նաև ցավ կրի։ Շատ դժվար է սիրելու ցավ չզգացնել, ցավ պիտի ցավացնեն, բայց այդ ցավի մեջ դու չպիտի ատես։ Այդ ցավի մեջ դու հանկարծ չպիտի հակառակես, Հիսուսը պիտի անգամ թշնամիներից սիրես։ Անգամ թշնամուտ ասում է Տեր, ասում է վրեժխնդրությունը իմն է, հանկարծ մեկից վրեժխնդիր չունես, ասում է եթե դու իրան բարությամբ պատասխանես, իր գլխին ամպեր կկուտակես։ Ուրեմն այս ցավում եմ, բայց դու աղոթ հետ մարդու համար։ Ես պատմել եմ այս օրինակը, կարծեմ ձեզ, մի վանականի 3 մարդ միաժամանակ հայոյում են։ Չէ, մի մարդ 3 վանականի միաժամանակ հայոյում է, առաջին ասում է վանականը ուզեց պատասխանել, ծեծել դրան հայոյելու համար, բայց հետո հիշեց, որ կարող է զրկվել Աստծո պարգևից, բան չխոսեց, լռեց։ Երկրորդ ասում է շատ ուրախացավ, որ իրեն հայոյեցին, բայց շատ տխրեց հայոյողի համար։ Երրորդ ասում է լաց եղավ հայոյի համար, որովհետև հասկացավ դրան ինչ պատիժ կարող է սպասել հետագայում։ Ուրեմն վերյորդը չի ամենաշատը սիրեց, որ լաց եղավ հայոյողի համար, որ զգաց թե այս մարդը այդ հայոյանքի համար ինչ ցավ ու պատիժ պիտի կրի։ Ուրեմն այնպես էլ մեր կյանքն է, եթե մենք որևէ մեկին չարին չարով պատասխանենք, մեր սերը սուտ է, քրիստոնեական չէ։ Ժպտացեք, ուղակի անցեք, հաշվի առեք, թե մենք ինչքան ենք Աստծո սերը օգտագործել, ինչքան ցավ ենք պատճառել Աստծո սիրուն, որ Աստված այդքանից հետո մեզ շարունակել է սիրել, եւ Աստված ոչ թե ատում է կամ չի սիրում մեղավորին, այլ Աստված ատում է մարդու մեջի մեղքը, ոչ թե մարդուն։ Դուք էլ մարդու մեջի մեղքը ատեք, բայց մարդուն երբեք չատեք։ Մարդուն ասեք քո կեղծավորությունը, քո բամբասկությունը չեմ սիրում, բայց քեզ շատ եմ սիրում, որպեսզի մարդը հասկանա, որ այդ լեզուն պետք է հսկի, որպեսզի ինքը պատճառ չդառնա, որ մարդը դադի անգամ իրեն էլ սիրել։ Մենք մեղքը չենք սիրում, բայց մարդուն պիտի սիրենք եւ աղոթենք այդ մարդու համար։ Ես ամենուր այդպիսի շատ մարդիկ իրենց համար աղոթում եմ, ովքեր ինձ ցավ են պատճառել։ Աղոթում եմ իրենց համար եւ նույնիսկ ուզում եմ այդ մարդը հասկանա, որ ժամանակ այդ որ կորցնում ես 5 օր, 6 օր, 10 օր, 1 շաբաթը, 20 օրը, հետո չես վերականգնելու։ Այդ ժամանակը վերականգնիր։ Մի կորցրի այդ ժամանակ, այդ հնարավորությունը մի կորցրի, վաղը գուցե չտեսնես այդ մարդուն։ Վերականգնիր այդ ժամանակը։ Եվ վերջին ասում է հույսի համբերությունը, սիրելիներ։ Հիսուսին հավատացողներն ու հուսացողները միշտ համբերատար են, չէ՞։ Այդպես չի։ Մենք համբերատար սպասում ենք, չէ՞, ինչ պիտի լինի։ Որովհետև մենք գիտենք, որ վերջին խոսքը Տիրոջն է պատկանում։ Եվ հույսը աշխարհի ամենազորավոր զենքն է, սիրելիներ։ Սրանից ավելի զորավոր զենք չկա։ Եթե հույս չունենա մարդը, ինքը չի կարող ապրել։ Եթե հույս չունենաս, անորոշության մեջ կխելագարվես։ Եթե հույս չունենաս, մի վայրկյան ավել չես կարող այս աշխարհի մեջ խաղաղ ապրել։ Այս հույսն է ստիպում, որ մենք ապրենք, սիրելիներ։ Ուրեմն մարդու մեջից եթե հանենք հույսը, Հիսուսին էլ կհանես մարդու միջից։ Պողոս Արաքյալը ինչ է ասում, ասում է կյանքից տառապանքները ինձ բերեցին
համբերություն, համբերություն վերց փորձառություն, այս ամեն ինձի բերեց, հասրեց հույսին, իսկ հույսը երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Ուրեմն Հիսուս երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Այս հույսը եթե հանեցիր, մարդը կքանդվի։ Ուրեմն տեսեք մարդու կյանքն էլ այս երեք հավատքից, հույսից, սիրուց է կախված։ Մկրտության ժամանակ էլ են, չէ՞, մենք մկրտվողի համար խնդրում ենք հավատք, հույս, սեր։ Ինչու է սրանք կարևոր։ Ուրեմն հավատքը Աստծո հանդեպ, այսինքն նաև վստահությունը, չէ՞, հավատքը։ Հույսը գալիքի հանդեպ, սերը մարդկանց հանդեպ։ Բայց հավատքը ինքը նման է նավի։ Երբ որ նավը ամուր է, մեծ է, ինչքան էլ փոթորիկ լինի, ալեկոծություն լինի, ջրհեղեղ լինի, դու մեջը ապահով ես, չէ՞, այսինքն Նոյը որ մտան տապանի մեջ, իրական այդ հավատքի մեջ չէ մտան, որտեղ իրենց հավատքն էր պատճառը։ Այսինքն վստահության մտան, ջրհեղեղ եկավ, իրենց ոչինչ չարեց։ Երբ որ մենք հավատում ենք, ինչքան էլ կյանքում մեզ փորձություններ հանդիպեն, կորուստ հանդիպի, ցավ, դժվարություն, նեղություն, մենք վստահ ենք, որ այդտեղից Աստված մեզ պիտի անվնաս դուրս բերի։ Երկրորդը հույսը, նավը ինչով է կարևոր, ինչով է գեղեցիկ նավը։ Այս հիմիկվա նավերը չէ, որ շարժիչներով են։ Առագաստը, չէ, այսինքն որ նավի առագաստը բացվում է, նավը ինչքան փառավոր է, չէ՞ դառնում։ Այսինքն որ քո հավատքը հույսով լցված է լինում, ինչքան փառավոր հավատք ունի, որտեղ վստահ ես, որ ինչ էլ պատահի, քեզ չի կարող ընկճել։ Եվ վերջապես սերը այս երկուսի շարժողն է, չէ՞։ Հայրես մեկն էլ ասում է, որ հավանը, հույսը եւ սերը հավատքի թևերն են, բայց նաեւ սերը այդ հույսի հետ նավը առաջ տանողն է, այսինքն քամին է սերը։ Քամին փչում է, առագաստը փքվում է եւ նավ առաջ է, չէ՞ գնում։ Այսինքն որ սիրուն խառնում ես հույսին, քո հավատքը շարժվող հավատք է դառնում, մեռած անկենթան հավատք չէ, միայն քեզ համար նեղության, դժվարության, ցավի ժամանակ հիշվող հավատք չէ։ Նեղության, ցավի, վշտի ժամին, երբ որ դու հավատում ես, վստահում ես, սա շատ լավ է, նշանակում որ դու Տիրոջը անկեղծորեն վստահում ես, բայց սա սեր չէ Աստծո հանդեպ։ Սա նշանակում է Աստծո սերը չարաշահ է։ Դու պիտի քո կյանքի բոլոր օրերի մեջ Աստծուն շնորհակալություն հայտնես եւ այդ սերը խոստովանես, որ Տեր, շնորհակալ եմ, որ դու կաք։ Եվ հավատք Աստծո նկատմամբ, հույսը գալիքի նկատմամբ, սերը մարդկանց նկատմամբ մեզ այս օրինակին է բերում, որ հրեշտակներն էլ երկնքում ցնծալու են մեր հավատքի գործերի, մեր սիրո վաստակի է մեր հույսի համբերության համար եւ համբերությունն էլ վերջապես համ ու հոտ է չէ բերում մարդու կյանքի մեջ։ Հիսուս ասում է, երբ որ աշխարհի մեջ անօրենությունները շատանան, մեղքը շատանա, չարությունը, ատելությունը, մատնությունը, դավաճանությունը շատանա, շատ շատեր ասում են սերը պիտի ցամաքի, բայց նրանք ովքեր մինչև վերջ ասում են համբերեն, նրանք պիտի փրկվեն։ Ուրեմն ինչ որ կկատարվի այս կյանքի մեջ, երբեք չհուսահատվեք։ Երբեք չընկճվեք, իմացեք, որ վերջին խոսքը Տիրոջն է պատկանում։ Վերջին խոսքը միայն նրանն է, ոչ ոք չի կարող փոխել Աստծո խոսքը, բայց շատ կարևոր է թե մենք իբրև քրիստոնյաներ, մեր հավատքը, հույսը, սերը եւ շնորհն ու խաղաղությունը մենք ինչպես կօգտագործենք մեր հավիտենական կյանքին հասնելու համար։ Այսքան այսօր սիրելիներ, հաջորդ շաբաթ կշարունակենք տեսնելու թե Պողոս առաքյալ ինչքան գեղեցիկ է նկարագրում Թեսալոնիկեցիների հավատքը, որ շատ կենթանի էր, հետո կխոսենք, կտեսնենք, թե հարության հանդեպ ինչպիսի վերաբերմունք մարդը պետք է ունենա, եւ վերջապես ինչպես պիտի անես, որ այդ հավատքը վարակիչ դառնա։ Ասեք Պողոս առաքյալը 3 շաբաթում արդեն ասաց, այս 200,000-անոց քաղաքը դարձի բերեց, պահեց, պահպանեց, այսօր էլ Փառք Աստծո քրիստոնեական նշանավոր քաղաք է Թեսալոնիկեն։ Թող այդպես լինի մեր կյանքում, մեր քաղաքի մեջ, մեր ընտանիքի մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք այս հավատքը, հույսը, սերը կենթանի պահենք, առողջ պահենք ամենակարևորը։ Աստված պահապան բոլորից սիրելիներ, շնորհակալություն։